Բարև ձեզ։ Ինչ հայկական կինոֆիլմներ գիտեք։ Հարսնացուն հյուսիսից, կտորմի երկինքը, գիքորը։ Լավ, շնորհակալություն։ Իսկ դուք գիտեք որն է առաջի հնչյունային կինոֆիլմը։ Չգիտեմ։ Լավ, շնորհակալություն։ Սելամ, շնորհակալ։ Ձեզ սիրելի հին հայկական ֆիլմը։ Շայետնովը։ Բարև ձեզ։ Որն է ձեր սիրելի հայկական ֆիլմը։ Ոսկի ցլիկը։ Իսկ ով է գրել այդ ֆիլմի երաժշտությունը։ Այդ չեմ հիշում բալ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ հայկական կինոֆիլմեր գիտեք։ Գիքորը, Հայրիկը եւ Ջերմականուշը։ Իսկ դուք գիտեք առաջի հնչյունային կինոֆիլմը որն է։ Չգիտեմ։ Լավ, շնորհակալություն։ Խնդրեմ։ Որն է ձեր սիրելի հին հայկական ֆիլմը եւ ով է գրել այդ ֆիլմի երաժշտությունը։ Իմ սիրելի հայկական ֆիլմն է «Հասնացի հյուսիսից», երաժշտությունը գրել է Ահմեդ Բաբաջյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ հայկական կինոֆիլմեր գիտեք։ Հայկական կինոֆիլմեր շատ գիտեմ եւ շատ լավն են մեր հայկական ֆիլմերը։ Շատ սիրում եմ Հարսնացուն հյուսիսից, կտորմը երկինք, ինչու է աղմկուն գետը եւ շատ կարող եմ թվարկել։ Այ դուք թվեցիք կտորմի երկինք։ Դուք գիտեք երաժշտության հեղինակը ով է։ Եթե չեմ սխալվում, Տիգրան Մանսուրյան։ Լավ, շատ շնորհակալ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ հայկական կինոֆիլմեր գիտեք։ Հայկական կինոֆիլմեր բազմաթիվ կարող եմ նշել մեր մանկության տանգոն, գիքորը, սիրո անորջներ։ Իսկ ձեր կարծիքով ո՞րն է առաջին հայկական հնչյունային կինոֆիլմը։ Առաջին հայկական հնչյունային կինոֆիլմը դա Պեպոն է։ Շնորհակալություն։ «1935 թվական։ Ըստ Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի նկարահանվեց «Պեպո» ֆիլմը, որի երաժշտության մեծ պատասխանատվությունը պետք է կրեր մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ Հայկական կինոերաժշտության հիմնադիրը դարձավ Արամ Խաչատրյանը։ Պեպոյի երաժշտությունը հիմք դրեց հայկական ֆիլմերում ժողովրդական եւ դասական երաժշտության օգտագործման ավանդույթին։ Պեպոյի երգը եւ երաժշտությունը կարևոր դեր խաղաց սերունդների համար, ովքեր ֆիլմի միջոցով ծանոթանում էին հայկական կենցաղին եւ արժեքներին։ Ես սիրում եմ թատրոնն ու կինոն, ասում էր Արամ Խաչատրյանը, երբ դիմացը ունենալով հստակ սյուժե, դերասանական կազմ, օգնում է կոմպոզիտորին ձևակերպելու երաժշտական իմաստը։ Դուլի Յավլուկի Բաձրիս աշխատում իմ, ալալ աշխատանք սիմուտում, ու այն մարդում, ով աշխարում, ալխի դադած ացնեմ, ու այն մարդում, ով աշխարում, ալխի դադած ացնեմ, Բաձրքիս աշխատում իմ, հալալ աշխատանք սիմուտում, վայ են մարդին, որ աշխարհում, խալխի դատացածնի մուտում, վայ են մարդին, որ աշխարհում, խալխի դատացածնի մուտում, ես Պեպոն եմ Թիֆլիսեցի, տան բծրքի զոբորսացի, կոպեկ հավաքեցի, զիմզիմովի պարտվեցի, կոպեկ հավաքեցի, զիմզիմովի պարտվեցի։
Այնուհետև գրվեցին հեղափոխական թեմաներով ֆիլմեր։ Արամ Խաչատրյանի ճանաչված ֆիլմերից է նաև Զանգեզուրը, որի երաժշտությունը հաղթական է, պատմական։ Այս կինոֆիլմում կոմպոզիտորը հանդես եկավ որպես սիմֆոնիկ երաժշտության վարպետ։ Այս երկու կինոֆիլմերի համար 1938 թվականին կոմպոզիտորին շնորհեցին ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործչի կոչում։ Իմացա ինչ պիտի անեմ։ Բարի եղանակ երգեք։ Բարի եղանակ երգեք։ Լսեք հրամանը, տարի հրամանը։ Բարի եղանակ երգեք։ Տարի-դի-դարի-դի-դարի-դի-դամ, տարի-դարի-դարի-դի-դամ, տարարայ-դարի-դամ, տարարի-դարի-դարի-դամ, տարարամ-դարի-դամ, տարարի-դարի-դարի-դամ, տարարամ-դարի-դամ, տարի-դարի-դարի-դամ, տարարամ-դարի-դամ, տարի-դարի-դարի-դամ, տարարամ-դարի-դամ, տարի-դարի-դարի-դամ, Կանցեք։ Մեր բոլորի Արնո Բաբաջանյան, հանճարեղ կոմպոզիտոր, դաշնակահար, նրա ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նրա գրած կինո երաժշտությունները, նրա մեղեդիները տպավորում են իրենց խորությամբ և անմոռանալի գեղեցկությամբ, նրա կինո երաժշտությունները ոչ միայն զարգացնում են ֆիլմերը, այլ դարձել են խորհրդանշական, անկախ ֆիլմից և փոխանցվում են սերնդեսերուն։ Առաջի սիրո երգը ֆիլմի համար գրել է երգեր զգացմունքային մեղեդիներով, որոնք արտահայտում են ֆիլմի գլխավոր թեման՝ սեր, երիտասարդություն, երազանքներ։ Ֆիլմում հնչող գլխավոր երգը, առաջին սիրո երգը, դարձել է հիթ, որը սիրվում է և երգվում է տարբեր սերունդների ներկայացուցիչների կողմից։ Զեփյուրներ խաղում թփերում, բարսերդ մեղմի գուրգուրում, կրկնում էր ետքիս հետ շարունակ, իմ անուշ իմ միակ, քեզնով եմ քեզ միայն ապրում ու շնչում, իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում, դու իմ սիրո արև իմ բերկրանք, իմ անուշ իմ միակ, Արդեն օրերն են անցել, միշտ ինձ հետ ես անգին, սակայն ես չեմ մոռացել սնգրուն ու այգին, զեփյուրներ խաղում թփերում, բարսերդ մեղմի գուրգուրում, կրկնում էր երգիս հետ շարունակ, իմ անուշ իմ միակ, քեզնով եմ միայն ապրում ու շնչում, իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում, դու իմ սիրո արև իմ բերկրանք, իմ անուշ իմ միակ։ Я приду опять, любовь бросить невозможно, можно потерять. Кружит голову мимоза, я приду опять, любовь бросить невозможно, можно потерять. Հարսնացուն հյուսիսից կինոֆիլմը երաժշտական քնարական կատակերգություն է։ Ֆիլմի երգերի մեծ մասը կատարում է Արնո Բաբաջանյանի որդին՝ Արա Բաբաջանյանը։
Երջանկության մեխանիկան հրաշալի ֆիլմի երաժշտության հեղինակը ևս Առնո Բաբաջանյանն է։ Տիգրան Մասուրյան, հրաշալի կոմպոզիտոր, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իր կինո երաժշտության բնագավառում։ Յուրաքանչյուր ֆիլմ նրա համար հանելուկների մի շղթա էր, որոնց լուծում նա փորձել է գտնել իր երաժշտության միջոցով։ Նռան գույնը, ջերմակ անուրջներ, հին օրերի երգը, մեր մանկության տանգոն, կտոր մի երկինքը, աշնան արև եւ էլի ու էլի հրաշալի ֆիլմերի կոմպոզիտորը։ Կեցեք, ինչ եք ձերներդ գցել։ Ընկեր խասարա, դուք հագիկի մարես եք, գնաք հագիկոս պախվի։ Իսկ դու ընկեր մեծրոք, դու գնա այնտեղ պոստի տրա վերընգի։ Իսկ դու Ռուբեն տղա, լուսը վառել եմ ու պտի վառեմ։ Ու ես օրից հետո էլ բրի վառեմ։ Կվառեմ, հենց պտի վառեմ, հպե։ Մանսուրյանի կինո երաժշտությունը հաճախ հանդես է գալիս որպես առանձին պատմություն, ընդգծելով ֆիլմի մթնոլորտը, հերոսների ներքին ապրումները։ Նրա ամեն մի կինո երաժշտությունը դարձել է ժողովրդին հարազատ, ամեն մի հնչյուն մխրճվում է մարդու հոգու զգացմունքների մեջ, իսկ երբ լսում ես մեր մանկության տանգոն, կինոֆիլմի երաժշտությունը անմիջապես աչքիդ առաջ են գալիս, ծանոթ պատկերներ, Գյումրվա կոլորիտը։ Կտոր մի երկինքը ֆիլմում իմաստային առումով մի հարազատ շերտ կա բոլորիս համար։ Սա Թովթովենցի աշխարհն է, Մասուրյանի խաղաղ ներդաշնակ հնչյուններով։ Արտաշատի տակ գաթա։ Արտաշատի երաժշտություն, որ օգտագործել է կինոֆիլմում, հետո անդրադառնում ենք ձեզ, երեխաները տեսահոլովակի մասին մեջ ձեզ են ներկայացնում, ձեր ֆիլմերի
սյուժեն մի փոքր եւ իրենք էլ ձեզ հարցեր ունեն։ Գործություն, որը ամենից շատ եք սիրում։ Կինոերաժշտություն։ Կինոերաժշտություն, Աստված։ Մենք բոլորն ենք շատ սիրում։ Կինոերաժշտությունն եմ շատ սիրում, այսինքն գնահատում, ինչու որովհետև այդ մեղեդին, որը հնչում է, շատ նման է, կամ ես ընդեղից եմ, բնորինակ ընդեղից եմ վերցրել, դա արդիկում են տարիներին թաղման մեղեդի է։ Եվ դա սարերնի վեր էին բարձրանում թաղման արարողության մասնակիցները և նվագում էին, բայց այնպիսի նվագ, որ պետք է ոստե գեղշկական լիներ, գյուղական այլ հանդիսավորություն, առանձնահատուկ վիճակ արտահայտեր և պետք է լիներ հետևաբար կիրթ։ Եվ այդ արանքում հատ մեծ թմբուկը խփում էր։ Մեկ, հետո քանի վայրկյան ասում, երկու, այս այդ թաղման արարողությունը իմ ականջների մեջ են։ Ես ընդեղից վերցրի Գրիգորի երաժշտությունը։ Կարևոր կինոֆիլմի մեջ երաժշտությունը։ Դա շատ կախված է ֆիլմից, ինչպիսին է ֆիլմը, ինչ պահանջներ ունի ֆիլմից, դու պետք է ոչ միայն մակարդակի աշխատում, որը փոխարինում է երաժշտությունը, ներկայիս կինոերաժշտությունը այդ ուղղությամբ է աշխատում, առավելաբար ոչ այնքան այդ մեղեդիական ֆիլմերի երաժշտությունը։ Գիտեք, ժամանակին, երբ որ դեռ աշխատում էի կինոյի բնագավառում, հաշվել էի, որ 100-ից ավել արդեն փոքր և մեծ ֆիլմեր եմ արել, փոքր փաստագրական, մեծ գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմեր, այդպես։ Հիմա մյուս հարցը։ Իսկ ինչպես եղավ, որ գրեցիք կինոերաժշտություն և ով առաջարկեց։ Ով առաջարկեց առաջինը, որ ֆիլմի համար։ Այո, ես ամաչելով պիտի ասեմ, որ այդ տարեց ռեժիսորի անունը չեմ հիշում։ 1964 թիվներ ես 4-րդ կուրսի ուսանող էի, այդ ռեժիսորը ուզեց, որ ես գրեմ իր ֆիլմի երաժշտությունը։ Որն էր այդ ֆիլմը։ Ջրերը երգում են ֆիլմի անունն է։ 10 րոպեանոց ֆիլմ է, բայց ոնց եմ չարչարվել, ես անփորձ էի և նոր էի մտնում այդ բնագավառ, պատկերի հետ ներդաշնակ լինել, բովանդակության հետ ներդաշնակ լինել, միաժամանակ երաժշտությամբ վարակելուն կտրին, դա կարևոր է շատ։ Շնորհակալություն։ Բոլորը ձեզ բարևներ են ուղարկել, թե ուսուցչական անձնակազմը, թե ընկերները, ովքեր որ իմացան ձեզ պետք է տեսնենք, շատ ձեզ բարևներ են հղել։ Որապես շնորհակալ եմ ես, նույնպես ջերմորեն ողջունում եմ Թումանյանի անվան դպրոցի ուսուցչակազմին, աշակերտական կազմին, ինչպես նաև ծառայական կազմին, բոլորին այսինքն լավագույնն եմ մաղթում, շուտով եղանակները կտաքանան, մենք էլ թեթև կհագնվենք։ Եվ միգուցե հյուր գանք։ Ջերմակ անուրջներ կինոֆիլմի երաժշտությունը հուզական է և ունի հոգևոր խորհրդություն, որն արտացոլվում է ֆիլմի էությունը։ Ֆիլմում արտացոլվում է հայ ժողովրդի կյանքի առանձնահատկությունները։ Երաժշտությունն լսողն էլ աղոնիկների պես ճախրում է երկնքում։
Հիմա ես